Հասկանալի է, չէ՞։ Եթե չի մսխվելու, դրա մասին ենք խոսում, եթե քաղաքականությամբ զբաղվող որևէ անհատ կա, այս պարզ, չգիտեմ, նախադասությունը չի հասկանում, թող քաղաքականությամբ չզբաղվի։ Ակնհայտ է նաև փաստական հարցը։ Ես միանալու մասին դեռ չգիտեմ, կմիանան թե չէ։ Ես հույս ունեմ, որպես մարդ, որ այո, բոլոր ընդդիմադիրները միավորվելու են։ Եվ ես հիմա էլ եմ հորդորում բոլորին, քանի շատ ուշ չի, ընկերներ, սիրելի ընդդիմադիր ընկերներ, միավորվեք։ Հասարակության համար շատ ավելի անկարելի ու մատչելի դարձնեն։ Սեյֆում դնում եք եւ պահանջում։ Տեսեք, դրա մասին մի անգամ խոսել եմ, հիմա էլ եմ ասում, այդպես չի լինում։ Հարգելի գործընկերներ, սեյֆում դնում ենք, չի լինում այդպես։ Սեյֆում չգիտեմ, փողերն են դնում, ինչն են դնում, այդ իրանց գործն է, թող շատ ունենան դնեն։ Սեյֆում դնելով իմպիչմենտի գործընթաց չեն անում։ Կա միակ ճանապարհ, այդ միակ ճանապարհին պետք է միանալ, էս է իմ ասած։ Գործընթացը եւ հարցրեց ճանապարհային քարտեզի մասին պարոն Քոչարյան, դուք նախատեսում եք ավարտին մոտեցնել մինչեւ խորհրդարանական ընտրությունները։ Տեսեք, չէ, նման բան չկա, ասեմ ինչի, հարցը իմ անձը չի։ Թե դա կարող է սահուն անցնել։ Շատ ընդդիմադիր շրջանակներից ես նաև ունեմ ընկերական հարաբերություններ եւ մինչ այս պահը ես չեմ լսել որևիցե ընդդիմադիր հա գործ չի իմ դեմ արտահայտած կարծիք։ Դրա համար չեմ կարծում ստեղ հարցը վերաբերում է տեխնացուին թե ոչ։ Մինչև տեխնացուն պատիվ ունեմ ինչ էր ասում, ասում էր մեր սիրելի գործընկերներ, դուք մեծ խմբակցություն եք, դուք առաջադրեք տեխնացուն։ Հետևաբար այս հարցն էլ է փակվում, որովհետև մենք նես չի պարապ էինք մնացել։ Ամփոփել բոլոր տեսակետները, մեծ առումով հասկանալ, թե հարցնավետ լուծման ինչ ճանապարհներ կան, այդ իրավիճակում երբ մենք կարողանանք ընդհանուր չեմ կարծում, որ պետք է ու ճիշտ է նման կարծիք հայտնել, այո, ես հասկանում եմ հասարակության սպասելիքները, որ պետք է ավելի արագ գործել, բայց գործընթացներ կան, որոնք ոչ մեր ցանկությամբ դանդաղում են։ Հետևաբար ամենաառաջի գործիքը էլի եմ կրկնում, իմպիչմենտը հաջողությամբ ավարտելու ընդդիմադիր ուժերի համախմբումն է։ Ինչքան արագ լինի այդ համախմբումը, այնքան արագ կգնա process-ը առաջ։ Այսօր հավաքվելով համախմբումը կստացվի, թե չէ։ Տեսնենք, հիմա թող ելույթներն ավարտվեն։ Այս իշխանության падգամավորների շրջանակներում ընկերներ ունեք, որովհետև քաղաքացիներ կան, որ կոնկրետ ձեր տեխնատության վերաբերյալ դրականորեն արտահայտվելով նաև նշում են, որ կան մարդիկ ԿՊ-ից, ովքեր հաստատապես կմիանան, որովհետև տեխնատուն դուք եք, ինչով եք արժանացել ԿՊ-ի այդ падգամավորների։ Մի քիչ նուրբ հարց է, որը կարծում եմ Ինչ բարդ կլինի արագ պատասխանելը, տեսեք, ես բնավորությամբ այդպիսի մարդ եմ, որ ունեմ շատ նորմալ եւ դրական հարաբերություններ տարբեր շրջանակների հետ։ Եվ այս գործընթացը սկսելուց առաջ ինչ եմ ասել։ Ասել եմ մենք կողմենք հանրային լայն համերաշխության։ Մենք ուզում ենք, որ մեր երկրում տիրի համերաշխություն։ Վերջը Ռիփսիմեն հիշում է այն ժամանակ, որ ասեցի, այս հայելու կուլտուրան պետքա դուրս գա։ Հիմա երբ որ սկսենք իրար չհայոել, այս ժամանակ ավելի հեշտ կդառնա մեր գործը։ Այո, ես իշխանության մեջ էլ մարդիկ կան, որոնց հետ նորմալ հարաբերություններ ունեմ, եւ այդ մարդիկ չի բացառվում, որ կքվեարկեն իմ օգտին։ Եթե դրա մասին է խոսքը, պարզ ասում եմ։ Հիմա որ ասեք ով է, պարզ չեմ ասի ովքեր են, ովքեր են։ Կարգը Նիկոլ Փաշինյանը։ Դե որ վստահաբար գործել է։ Չէ, չեմ կարող։ Չէ, բաներ կա, որոնց մասին խոսել չեմ կարող, բայց որ կան եւ իշխանշուտ ընդդիմադիրները միավորվեն եւ դուք եւ մեր հասարակությունը ավելի արագ կտեսնի այդ process-ի ընթացքը, ես ձեզ դա խոստանում եմ։ Եվ այս դարությունն բազմաթիվ քաղաքական ուժեր այդ կամ կարող են գործընթացներ սկսելու իշխանափոխություն իրականացնել, իշխանությունը սկսում է իրենց միանգամից դուրս թողնել, հա, պայքարից, կամ կալանավորելու ձևով, կամ ինչպես դուք եք ասում, հայհոյանքների տարապետվյալ մարդու վրա։ Հիմա դուք մտավախություն չունեք, որ հնարավոր է ձեզ էլ այս process-ից դուրս թողնեն, դա կլինի կալանավորների, որտեղ իշխանության կողմից արդեն իսկ կան։ Ուզում եմ ձեզ եւ մեր հասարակությանը հիշեցնել։ Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականին տեղի ունեցած այդ ճակերտավոր ոչ բռնի, չգիտեմ ինչ էին անվանում, այդ հեղափոխությունից հետո առաջին մարդը, որը ձերբակալվել եւ ես երկրում կալանավորվել, դա եղել եմ ես։ Դավիթ Համբարձումյան, ես ուզում եմ բոլորը հիշեն, որովհետեւ դրանից հետո
ով պաշտոնիեր գործից անեցին դառավ ընդդիմադիր, հետո կալանավորեցին դառավ ավելի ընդդիմադիր ու ասեց, որ իրանք քաղբանտարկյալներ են եւ այլն։ Այս երկրում առաջի կալանավորված անձ եղել եմ ես։ Հետևաբար, այդ կալանավորումով Դավիթ Համբարձումյանին լռեցնել, կամ գործընթացներից հանել, կամ հեռու պահել, որևիցե մեկի մոտ չի ստացվելու։ Կարողացա այնպես պատասխանել ձեր բոլորի հարցին, որ բոլորին պարզ լինի։ Ինչպես։ Տեսեք, մեր պետությունում, գիտեմ, մեր պետությունում կոմպրոմատներ, իրական կոմպրոմատներ, հորինված կոմպրոմատներ, միշտ էլ կարան ստեղծվեն, բայց եթե ես կամ որևէ քաղաքական գործիչ կոմպրոմատներից խուսափելով, չգիտեմ, կալանավորվելուց վախենալով, ուրիշ ինչ կարան անեն, այդպես բաներով չանեն, նշանակում է այս մարդիկ ճիշտ են ասել, ուրեմն մինչև 2050 թիվը բանա, Նիկոլը պիտի մնա իր տեղը, այս երկրից էլ չգիտենք, երկիր կմնա թե չի մնա։ Մենք չենք ունեցել։ Էսա։ Ինչն է հիմա խանգարում այդ համախմբմանը։ Ես խանգարելու մասին կարծիք հայտնել չեմ կարող, որտեվ չեմ ուզում գուշակություններով զբաղվել։ Ես չգիտեմ, ինչ որ խանգարող բան կա թե չկա։ Հիմա այս process-ը դրան է վերաբերում, էլի, հիմա հասկանանք մեն ընդդիմադիր գործընկերները ինչ կարծիքներ են հայտնելու, դրանից հետո ավելի հստակ կլինի, էլի։ Համախմբում կա, չկա, պառակտում կա, չկա, Նիկոլին հեռացնելու ցանկություն, հստակ գործիքներ կան թե չկան, ընդդիմադիր ուժերը ուզում են Նիկոլը հեռանա թե չհեռանա, այս ամենից հետո կասեմ։ Հայաստան խմբակցությունը միացված է եւ ուժերը կենտրոնացնենք իշխանական падգամավորների վրա, փորձելով ունենանք պակասող ստորագրությունները եւ սկսենք գործընթացը։ Անցել է 3-4 ամիս, մի քիչ բարոյական պատասխան տամ, մի քիչ process-ը չի ընդլայնվում, ոնց որ ավելի հասկանալի լինի։ Ես աստվածահավատ մարդ եմ, հետևաբար հին ժողովրդական ասացվածք էլ կա, էլի չոր կեղտը մարդուն չի կպնում։ Այդ փչացնելը թող փչացնողներ իրանց մասին մտածեն, իրանց փչացվածության աստիճանի մասին մտածեն, իրանց անցած ճանապարհի մասին մտածեն։ Ես վերջի 7 տարում դրանից առաջ էլ երևի այնքան եմ փորձել ինձ փչացնել։ Ես դրան էլ եմ սովորել արդեն, ժողովուրդ ջան։ Նես չի որ ինպես մարդուն ցենց հեշտ է փչացնել։ Մաքսիմում իրանց այդ ֆեյքերով, չգիտեմ ինչերով փորձեն ծաղրանկարներ սարքել եւ այլն, այդ իրանց մակարդակի գործիքակազմը էլի արեք ճիշտ խոսքը։ 3 ամիս առաջ ստորագրված հայացքներ ունենալով ինչպես է ստացվում ձեր աշխատանքը կառավարության հետ, որովհետև ինչքան էլ լինի բյուջեն, այդուհանդերձ կառավարությունը պետք է ինքն տրամադրի, դուք որտեղից տրամադրի։ Շարունակում եք չէ։ Շատ կարևոր հարց եմ տալի, որտեղից տրամադրի կառավարությունը։ Բերեք, էս էլ փագենք այս թեման, որովհետև նես տպավորություն է ստեղծել, որ կառավարության տված սուբվենցիաները կառավարության այդ անդամները իրենց հոր տնից են բերել։ Դա մեր ժողովրդի հարկերից հավաքված բան է, գումարներ է տրամադրում, հետևաբար օրենքով էլ սահմանված է, չեն էլ կարող չտրամադրել, ինչի մասին է խոսքը։ Մենք արձանագրում ենք, կա իրավական հիմքերը, կա երկու խմբակցությունների падգամավորների ստորագրությունները այն ձևաթղթի տակ, որը ներկայացված է։ Հետևաբար մենք ակնկալում ենք ողջամի ժամանակահատվածում լրացնել պակասող ստորագրությունները եւ հարցը բերել իրական մեկնարկը impeachment-ի գործընթացը այս դահլիճում բնականաբար ես այդ մարդը չեմ որ նոր ասել եմ էլի կարծիքներ հայտնել կամ ինչ որ այս դաժան դեպքի հետ կապված քաղաքական դիվիդենդներ շահել ես այդ մարդ չեմ Վալոդա Գրիգորյանը իմ ընկերն է մենք օգտագործել ենք չեմ ուզում որևիցե ինչ մեկի հայտնած կարծիքի մասին իմ կարծիքը հայտնել ես իմ սուբյեկտիվ կարծիքը ունեմ այս դեպքի վերաբերյալ հարվածելու նրանց սուտն ու կեղծիկը բացահայտելու եւ հնարավորության սահմաններում մեր երկրի ու ժողովրդի շահերը պաշտպանելու համար մենք այս ամբիոնը չենք օգտագործել չենք օգտագործել իմ գործընկերներին կանեն ձևաթուղթը եւ գործած սկսենք շատ ուրախ եմ ներընդդիմադիր տեսեք այդպես չի լինում ժողովուրդ ջան ստորագրությունները պիտի դրվեն մեկ ձևաթղթի տակ հիմա նոր խոսում ենք Գրիգորյանի հետ որ մեկը սեյֆում է դրել այդպես չի լինում եթե պարոն Սաղաթելյանն ասում է Բերեք ձևաթուղթը ստորագրենք, իհարկե չլսեցի էլի։ Վաղը կուղարկենք թող ստորագրենք, խնդրեմ իմ ընկերներին թող ուղարկեն ստորագրեն։ Եթե կստորագրեն, գործընթացի արագությունը, process-ը, հետևանքները դուք բոլորը կտեսնեք։ Շնորհակալ։
Շնորհակալություն։ Պարոն Սաղաթելյան։ Այդ բայցը չհասցրի լսեմ, էլի։ Արձագանք Բակասողը ո՞րն է։ տեսքով չեմ ունենա, բայց ԱՔՊ-ից էլ բերենք նոր մեր ընդդիմադիրները միավորում, այսպեսի բանկա չգիտեմ, ես լսեմ նոր կարծիքս կհայտնեմ, լավ։ Ծափահարություններով արձանագրեցինք, որ Հայաստան խմբակցությունը միացավ իմպիչմենտի գործընթացին եւ հիշեցնեմ, որ մենք միանալու ենք, մենք փաստաթղթերը հանձնելու ենք բացառապես 54 ստորագրություն ունենալուց հետո։ Շնորհակալություն